Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը մայիսի 15-ի կեսգիշերից կկանգնեցվի պլանային սպասարկման համար։ Այս անգամ ստանդարտ ժամանակահատվածից ավելի երկար։ ԱԷԿ-ի փոխտնօրենի խոսքով աշխատանքները կտևեն 60 օր, քանի որ գործընթացները լրացվելու են կայանի ավտոմատացման եւ անվտանգության որոշ համակարգերի փոխարինման միջոցով։ Հայկական ԱԷԿ-ը Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 1/3-ն է արտադրում։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանին 2020 թվականին ծեծի ենթարկելու գործով դատարանը մեղադրյալ Արա Բադոյանին դատապարտել է 3.5 տարի ազատազրկման։ Նա կալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիս։ Դատախազությունից հայտնում են, որ դատական ակտը ստանալուց հետո վերաքննիչ դատարան դատախազության կողմից բողոք կներկայացնեն։ Վճռի հրապարակումից հետո Բադոյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շտապօգնություն են կանչել։ Երևանի Պուշկինի անվան դպրոցի նախկին տնօրեն Նատալիա Ստեփանյանի դիմում բողոքը չեն բավարարել։ ԿԳՄՍ-ից հայտնում են, որ եզրակացությունը համապատասխան կարգով փոխանցել են հավակնորդին։ Պուշկինի անվան համառոտ հիմնական դպրոցի աշակերտները մայիսի 8-ին դասադուլ էին անում, պահանջելով չեղարկել Նատալիա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։ Ծնողներն էլ ստորագրահավաք էին կազմակերպել։ Միաժամանակ ԿԳՄՍ-ից հայտնել էին, որ Ստեփանյանը չի անցել ատեստավորման հարցազրույցի փուլը եւ դրա արդյունքների բողոքարկման գործընթաց է սկսել։ Ռուսաստանցի գեղասահորդների զույգը տեղափոխվել է Հայաստանի հավաքական։ Կարինա Ակոպովա, Նիկիտա Ռախմանին մարզական զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։ Որոշումը գործկոմի նիստում է ընդունվել, որը տեղի ունեցել մայիսի 13-ին Մոսկվայում։ Այժմ մարզիկները պետք է ելույթների թույլտվություն ստանան Չմուշկների միջազգային միությունից։ Նշենք, որ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը ռուսաստանյան եւ միջազգային մրցաշարերի հաղթողներ եւ մրցանակակիրներ են։ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ավարտից հետո ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող ընկերության ղեկավարներից մեկը բռնություն է կիրառել անչափահաս երկրպագուի նկատմամբ։ Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ՀՖՖ անվտանգության պետը բռունցքով հարվածում երեխայի դեմքին։ Տեսանյութը հրապարակել է ՖԱՖ-ը ներկայացնելով իր դժգոհությունը։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։